Պարոն Դանելյան, Սահմանադրական դատարանում արդեն 4 օրն է քննվում է ընդդիմության դիմումները, հետևում եք նախորդ օրերին, հետևել եք, ինչպիսի տպավորություններ ունեք։ Տպավորությունների համար դեռ վաղ է, ճիշտ ասած, գնահատական տալու համար ընդհանրապես դեռ շուտ է։ Այո, հետևում եմ, ինչքան հնարավոր է հետևում եմ։ Այսօր եկել եմ այստեղից հետևեմ, մինչև այդ օնլայն է հետևում։ Սպասում ենք արդյունքներին, չգիտեմ։ Հուսով եմ Սահմանադրական դատարանը արդարացի որոշում կայացնի, հուսով եմ Սահմանադրական դատարանը բարձունքում կգտնվի և քաղաքական որոշումներ չի կայացնի կամ ազդեցության տակ չի գտնվի այսօրվա քաղաքական իշխանությունների։ Պարոն Դանելյան, Սեդա Սաֆարյանը կարծես առանձնանում է կազմից իր հայտարարություններով, հարցադրումներով, դուք ինչպիսի տպավորություններ ունեք իր խոսքից, կարող է արդյոք անաչառ լինել դատարանի կարգավիճակում այս դիմումներով։ Ես ինչքան գիտեմ, Սեդա Սաֆարյանը նախորդ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ առաջադրվել էր քաղաքական ուժերից մեկի կողմից և այդ քաղաքական ուժը այսօր այդ բողոքողներից մեկն է, 7 ուժերից մեկն է։ Այդքանից հետո Սեդա Սաֆարյանը ինչքանով պետք է անաչառ լինի, ես չեմ հասկանում։ Սեդա Սաֆարյանը նաև ուրեմն նա եղբայրը կարծեմ այս իշխանությունների հետ փոխկապակցված անձ է։ Սեդա Սաֆարյանը նույնպես այս իշխանությունների հետ փոխկապակցված է եղել որոշակի քաղաքական գործերով և քաղաքական հայտարարություններով։ Սեդա Սաֆարյանը կարծիքով իր անաչառությունը այս կասկածում ճիշտ ասած իր արդարության, իր արդարադատության վրա ես վստահ չեմ։ Պարոն Դանելյան, ես հիշում եմ, որ դուք մի գրառում եք արել և նշել եք, որ ձեր եղբայրը կառավարությունն է աշխատում։ Կմանրամասնեք, հիմա էլ է շարունակում աշխատել, ինչ պաշտոնում է, եղել է պաշտոնի փոփոխություն և ով է նա այդպես գրառում անցավ գնաց, բայց կարծես թե չիմացանք ձեր եղբայրը։ Չէ, սխալ գիտեք, եղբայրս կառավարությունում չի աշխատում, եղբայրս պետական պաշտոնի չի եղել։ Կապ չունի ՔՊ-ի հետ։ ՔՊ-ի հետ կապ ունի այնքանով, ինչքանով որ ինքը աշխատում է հեռուստաընկերություններից մեկում, ավելի ճիշտ այդ հեռուստաընկերություններից մեկի տնօրենի վարորդն է կամ նրա օգնականն է։ Հայաստան է կոչվում։ Նոր Հայաստան հեռուստաընկերության, ուրեմն կոնկրետ Էդգարի վարորդն է և օգնականն է։ Շատ լավ, պարոն Դանելյան, ձեզ կրթքի մասով, որ վերջին հավաքանում նիստին եղավ, պարոն Տեր Եսայանը տուժող է ճանաչվել, դուք մասնակցություն ունեցել եք այս կրթքին, ձեզ կանչել են հարցաքննության, որևէ մասնակից եղել եք քրեական պրոցեսին։ Ոչ, մենք ես Աշակե Սարգսյան և Մեսրոպ Մանուկյան այս կրթքի ժամանակ տեղում չենք եղել, մենք դուրս ենք եկած եղել մոտավորապես 15-20 րոպե այդ կրթքից առաջ, Մեսրոպ Մանուկյան երբ որ խոսեց, խոսելուց հետո դուրս ենք եկել միասին, ներսում չենք եղել, մեզանից հետո նոր 15-20 րոպե հետո եղել է այդ միջադեպը, ներսում չեմ եղել, ոչ մի վարույթով հարավիրված չեմ, կանչված չեմ, այսքանը կասեմ այդ դրա մասով, շատ վատ բան է եղել, շատ վատ, հերթական անգամ վատ բանն է եղել, որովհետև հերթական սա արդեն 3-րդ թե 4-րդ դեպքն է այս հավաքանու, այս գումարման նիստերի ժամանակ, մեկը եղել է 23 թվականից, ուրեմն աշնանը, երբ որ հավաքանին կազմավորվել, մեկը եղել է անցած տարի, Սամվել Հակոբյանի, երբ որ տրանսպորտի հարցն ենք բերել օրակարգ և բողոքարկում ենք այդ տրանսպորտի թանկացման համար և մենք մեր նախագիծն ենք բերել, այդ ժամանակ եղավ, երբ որ այո Սամվել Հակոբյանի հետ այդ միջադեպը եղավ և ուզում էին ուժով հանեին դահլիճից, ոստիկաններ բերեցին, հետո չեղավ, հետո պետքավորներ բերեցին, այդ բախումը եղավ, այդ ժամանակ է եղել, այսինքն այս հավաքանու կազմով այս իշխանությունները անընդհատ փորձել են հրահրեն, փորձել են կռիվ ծարգեն, փորձել են ուրեմն այդ իրենց խոսույթով ճնշեն, ինչ որ չի ստացվել իրանց մոտ ու չի ստացվելու իրանց մոտ։